Ինչպես են թվային դարաշրջանում մարդիկ տեղեկանում իրադարձությունների մասին, ում են նրանք վստահում և վստահում են արդյոք։ Reuters Digital News Report-ի համաձայն, որը ներկայացվել է Deutsche Welle-ի այս տարվա Global Media Forum-ի ընթացքում, երիտասարդներն արդեն զանգվածաբար երես են թեքում ավանդական նորություններից։ Զեկույցի հեղինակ Ջիմի Գանն ասում է, որ Միացյալ Նահանգներում օրինակ 25 տարեկանից ցածր հարցվածների 1/3-ը երբեք հեռուստացույցով նորությունների թողարկում չի դիտել։ Հեռուստատեսային նորություններ, լրատվական կայքեր և լրատվամիջոցների հավելվածներ սպառում են 45 անց մարդիկ և նույնիսկ նրանց շրջանում այդ սպառումը գնալով պակասում է։ 180 էջանոց փաստաթուղթը աշխարհի 48 երկրներում շուրջ 100,000 մարդու շրջանում անցկացված առցանց հարցման հիման վրա է կազմվել։ Հետազոտողները պարզել են, որ ժամանակակից երիտասարդ լսարանը գերադասում է կարճ, վիզուալ առումով հագեցած և էմոցիոնալ տեսանկյունից հասանելի բովանդակություն։ Ուղղահայաց տեսանյութերը, կարճ հոլովակները և ինֆոգրաֆիկայի վրա հիմնված հրապարակումները նրանք ավելի հեշտ են մարսում, քան երկար թերթային հոդվածները կամ հեռուստատեսային լրատվական հաղորդումները։ Երիտասարդ օգտատերերը ցանկանում են տեղեկությունը ստանալ արագ, իրենց հարմար տարբերակով և ծանոթ թվային միջավայրում։ Ուսումնասիրությունը ներկայացրած Ջիմի Գանը նշում է, որ վերջին տասնամյակում տեղի է ունեցել իրական շրջադարձ։ Եթե 10 տարի առաջ երիտասարդները ավելի հաճախ լրատվական կայքերն ու հավելվածներն էին նշում որպես տեղեկատվության հիմնական աղբյուր, այսօր առաջատար դիրքերում սոցիալական մեդիան է։ Այսպիսով լսարանը դարձել է ոչ թե պարզապես թվային, այլ սոցիալ թվային, և մարդու ու նորությունների միջև գլխավոր միջնորդը սոցիալական հարթակների ալգորիթմներն են։ Global Media Forum-ում տեղի ունեցած քննարկմանը հատուկ ուշադրություն դարձվեց անհանգստացնող միտմանը՝ երիտասարդների հետաքրքրությունը ավանդական նորությունների նկատմամբ կտրուկ անկում է ապրել։ Reuters ինստիտուտի հետազոտողները փաստում են, շատ երիտասարդներ գիտակցաբար խուսափում են լրատվական օրակարգից։ Սա պայմանավորված է նեգատիվ լուրերի շարունակական հոսքով, տագնապի զգացողությամբ, քաղաքական թեմաներից, հակամարտություններից հոգնածությամբ և իրադարձությունների վրա ազդելու անկարողության զգացումով։ Արդյունքում երիտասարդ լսարանի զգալի մասը նախընտրում է սահմանափակել լրատվության սպառումը կամ ընդհանրապես հրաժարվում է հետևել նորություններին։ Հատկանշական էր հետազոտության հեղինակ Ջիմի Գանի հետևյալ ձևակերպումը. երիտասարդները ոչ միայն հեռանում են, շատերը նույնիսկ չեն էլ սկսում։ Միաժամանակ հեղինակը չի կարծում, որ երիտասարդությունը չի հետաքրքրվում աշխարհում կատարվող իրադարձություններով, բայց երեկոյան լուրեր դիտելու փոխարեն նախընտրում է մի քանի կարճ տեսանյութ դիտել TikTok-ում, YouTube-ում լսել բլոգերների մեկնաբանությունները կամ հարց տալ արհեստական բանականությանը։ Սրա արդյունքում ժամանակակից աշխարհում տեղեկատվությունը դառնում է ավելի, այսպես ասենք, անհատականացված։ Տեղեկատվության սպառման նման ձևաչափը ինչպես առավելություններ, այնպես էլ ռիսկեր ունի։ Ցանկացած մարդ աշխարհի ցանկացած կետում կարող է տեղեկանալ իրադարձություններին, դրանց վերաբերյալ տարբեր տեսակետներին և դա անել իրեն հարմար տարբերակով։ Բայց մյուս կողմից սոցցանցային ալգորիթմները նախևառաջ լուծում են դիտողի ուշադրությունը պահելու խնդիր, ուստի ներկայացնում են ավելի շատ էմոցիոնալ կոնտենտ, քան իրական լրագրություն։ Դա իր հերթին ավելացնում է կեղծ տեղեկությունների տարածման մանիպուլյացիայի հավանականությունը։ Եվս մեկ ռիսկ է այն, որ ալգորիթմները ստեղծում են այսպես կոչված տեղեկատվական փուչիկներ, երբ մարդը առավելապես տեսնում է այն կոնտենտը, որը համապատասխանում է իր ակնկալիքներին։ Եվս մեկ միտում, որ առանձնացրել են Reuters ինստիտուտի հետազոտողները, երիտասարդ լսարանը ավելի շատ վստահում է կոնկրետ անձանց, քան մեդիա կազմակերպություններին։ Հեղինակի անունը ավելի կարևոր է, քան լրատվամիջոցի անվանումը։ Ու այստեղ առաջ է գալիս մեդիա գրագիտության խնդիրը, քանի որ ոչ բոլոր ճանաչված բլոգերներն են հետևում լրագրության չափանիշներին, ստուգում են տեղեկություններ ու հավատարիմ մնում օբյեկտիվության սկզբունքին։ Մարդու և նորությունների միջև հատուկ դերակատարություն է ստանձնել արհեստական բանականությունը։ Շատերը աշխարհաքաղաքական բարդ իրադարձություններից գլուխ հանելու համար չաթ-բոտերին են դիմում և ստանում կարճ և հասկանալի բացատրություն։ Ըստ մասնագետների, հենց արհեստական բանականությունն է կարճ ժամանակ անց դառնալու մարդու ու նորությունների միջև գլխավոր միջնորդը։ Այս պայմաններում ավանդական լրագրությանը պարբերաբար նոր մարտահրավերներ են նետվում։ Այլևս բավարար չէ որակյալ նյութերի հրապարակումը սեփական լրատվամիջոցներում։ Անհրաժեշտ է քայլել ժամանակի հետ, բոլոր հարթակներում գտնել թիրախային լսարաններ։ Նոր, սրընթաց փոփոխվող իրավիճակներին ադապտացումը մեդիայի գլխավոր խնդիրն է։
Միաժամանակ մասնագետները ընդգծում են պրոֆեսիոնալ լրագրությունը, կորցնելով մենաշնորհը եւ մրցակցելով, այսպես ասենք, քաղաքացիական լրագրության հետ, չի կորցնում հասարակական նշանակությունը։ Ընդհակառակը տեղեկատվական տարափի դարաշրջանում որակյալ, պատասխանատու ու անկախ լրագրությունը դառնում է ավելի կարևոր։ Ժամանակակից տեխնոլոգիաները խլել են լրատվամիջոցներից տեղեկատվության տարածման մենաշնորհը, բայց տվել են ավելի լայն հնարավորություններ, որոնցից պետք է կարողանալ ճիշտ օգտվել։ Մարլենա Հովսեփյան, Ռադիոլուր։